Hallelujah. Հիսուս մեր սիրելի Տեր, ինչպես որ այս երկին խոսքերը գսեն, խաչի մոտ այնտեղ որ քո արյունդ կտապվեր Տեր, մեր մեղքերուն համար, խաչի մոտ որ մեր խավարը լույսի դարձավ, որ մեր մեղքերը հեռացան մեզ մե, որ քերիները եւ չարեն բռնվածները ազատ արձակվեցան, խաչի մոտ որ անթիվ մարդիկ բրգվեցան, մենք շնորհակալ ենք քո խաչի համար Տեր, մենք շնորհակալ ենք քո արյան համար Հիսուս, իմ սրտան ցաղոտ կսե Տեր, եթե այստեղ մեկը գա կամ մեզի դիտողներում մեջ, որ այդ փրկությունը չունի իր կյանքի մեջ, որ այդ լույսը չունի իր կյանքի մեջ, թող այսօր այն օրը լավ որ իրեն վրա լույս ցակի Հիսուսի անունով, իմ աղոթքս է որ քո արյան զորությունը այսօր ազատ արձակե ամեն քերին, փրկե գործվածին, բժշկե հիվանդին, որտև խաչի մոտ լույս ցակեցավ, ես կաղոթեմ որ դու պատրաստես մեր սրտերը ավելի գիտակցելու եւ հավատալու թե դու ինչ իր խաչին վրա, թող ոչ մեկ սովորականություն, ոչ մեկ սովորական բան չդառնա մեզի համար քո խաչդ եւ քո արյունդ, որպես քրիստոնյաներ, որ գիտենք խաչվեցար մեզի համար, Տեր Աստված ոչ մեկ ցևով թող սովորական բանը չլա մեզի համար, այլ մենք սրտանց գիտակցինք թե ինչու թափվեցավ այդ քո սուրբ արյունդ Տեր, գանցնեմ քեզի այս ժամերը եւ կհավատամ, որ այսօր ցանկացած մարդ, որ հավատքով մոտեցել է քեզի, իր կյանքի մեջ փոփոխություն կա Հիսուսի անունով։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, ամեն։ Հրամեցեք նստեցեք, սիրելիներ, Աստծո ներկայության մեջ այսօր շատ յուրահատուկ օր է, Դարձիր կովինի տսե Հիսուսը քեզի համար խաչվեցավ։ Միայն ադիս է, ուրիշ բան միսեր այսօր։ Գիտես ինչ խորունկ բան կա այդ արդայության մեջ, որ քեզի համար։ Գուզեմ որ հասկանաս, որ շատ պերսոնալ քեզի հետ կապված բան կա այսօր մեջ։ Այսինքն Հիսուսը խաչվեցավ ամբողջ մարդկության համար, այո, բայց որ քեզի ասեմ, քեզի համար շատ ավելի իրական է, որ դու հասկանաս, որ եթե միայն դու լայր երկրի վրա Հիսուս քեզի համար նորեն խաչվեր, որովհետեւ դու կյանք ունենաս։ Ադորամար գուզեմ որ քեզի ասել, քեզի համար Հիսուսը արյուն տապեց։ Հիսուսին խաչը գիտեք այսօր որ լման քրիստոնյաներով հավաքվել ենք իրար հետ դոնելու ասեմ հիշելու Քրիստոսի խաչելության մասին, բայց եթե գուզեք ավելի անգերձ լանք Քրիստոսի խաչելությունը 365 օրվա հիշեցում պետք է լա ցանկացած մարդու չսի քրիստոնյայի, որովհետև Հիսուս Քրիստոսը չեկավ իր արյունը չտապեց հadouk ասկերու համար, Հիսուս Քրիստոս իր արյունը տապեց ամբողջ մարդկության համար։ Եվ ասի անանք մենք օրը չէ որ բարձաբես պետք է հիշենք, բայց իրականության մեջ լավ է որ
օրը դրամատրել ենք, որ միայն ասոր մասին խոսենք, միայն աս երկերը երկենք, բայց հիմա պիտի տեսնենք Աստծո խոսքեն, որ եթե Հիսուս Քրիստոսի խաչելությունը վերցվեր, այսօր մենք բամը չունենք խոսելու, մենք ոչ մենք ծառայության մասին չենք կնար խոսել, եկեղեցին գոյություն չեր ունենար, քրիստոնեությունը գոյություն չեր ունենար։ Եթե հանես Հիսուսի խաչը Աստվածաշունչեն, հանած գլա սիրտը Աստվածաշունչեն, այսինքն գոյություն չունի, այլևս անիմաստ կլար Աստվածաշունչը, եթե 2000 տարի առաջ փրկիչը Հիսուս Քրիստոս իր արյունը չի տապեր, որո համար քեզի համար։ Հիմա մեկ հատ իրար հետ եկեք գարտանք առաջին Կորինթացիս առաջին գլուխը 20-րդ խոսքը։ Շատ պիտի խնդրեմ, շատ գետրոնանաս այսօրվա խոսքին վրա, որովհետև նորեն գսեմ Հիսուս Քրիստոսին տապած արյունը շատ անձնական է քեզի համար, personal բան է։ Ամեն հարցը հետևյալն է, եթե մեկը չի հասկանա, որ Հիսուսին խաչը personal է, անձնական իրեն համար, անձնական ցևով չի ճաշակերատի գա։ Հիսուսին խաչը իր տապած արյունը այսօր աշխարհի մեջ շատ արձագանք ունի, բայց շատերուն կյանքին մեջ ոչ։ Ինչու գլոբալ արձագանք ցկած է, բայց ոչ շատերու կյանքին մեջ։ Ինչու գիտես, որովհետև Հիսուս Քրիստոսին խաչը իմաստ կունենա, երբ որ անձնական դառնա personal քեզի համար։ Ադոր համար շատ անանք լսե, որ աս ամենը քեզի համար է։ Նայեցեք ինչ կսե Պողոսը իր խոսքին մեջ։ Գսե իսկ մենք գկարոզենք խաչյալ Քրիստոսը, ինչ որ հրյաներուն համար քայտակություն ու հույներուն համար հիմարություն է։ Հետո որ շարունակեց կգարտաս կսե, բայց մեզի համար շահ է, կյանք է իմ բարերովս։ Եվ նայեցեք աս խոսքի մեջ ինչ գրված է, իսկ մենք կկարոզենք խաչյալ Քրիստոսը։ Ինչն է հետաքրքիր, որ չէ գրված մենք կկարոզենք Քրիստոսը։ Օրինակ նայեցեք ամեն գիրագի այստեղ մենք կհավաքվենք, տարբեր կարոզներ կլսեք, շաբթում մեջը կհավաքվիկ Աստվածաշունչի սերտողություններ գնեք։ Եվ գրնաս մտնել YouTube անսահման կարոզ լսել շատ թեմաներու մասին, Աստվածաշունչեն։ Պողոսը այդ ամենը գանվան է մեկ նախադասությունով՝ խաչյալ Քրիստոսի կարոզություն։ Այսինքն եթե խաչյալ Քրիստոսը չլար, ոչ մեկ բանը սելիք չէր լար այլևս։ Որովհետև Քրիստոսը, որ եղավ խաչյալ Քրիստոս, շատ գսվի ասի։ Ինչ սավ խաչին վրա վերջին խոսքը, գադարվեցավ։ Այդ գադարվեցավ բառը, որ այսօր շատերս կգործածենք, ստորիներ գտնենք եւ այլն այսօրվա մեջ, այդ բառը ամեն ինչ սավ։ Ինչ գադարվեցավ, ամեն ինչ, որ քեզի համար, այսօր մի չի խոսիմ մարդկություն ասելով քեզի, ամեն ինչ, որ պետք էր քեզի համար այս կյանքին մեջ եւ հավիտենական կյանքին մեջ, որ թուն փրկություն տեսնես, լույս տեսնես, չարեն ազատվիս, ամեն բան քեզի համար գադարվեցավ խաչին վրա։ Երբ որ գսեմ ամեն բան, եւ որ գնայես այդ գադարվեցավ բառին, ինքը շատ գադարյալ ամբողջական կորձեր, որ կներկայացվի հոն, այսինքն գադարվեցավ կորձը ամբողջովին այլևս գադարված է, թերի բամը չի գա։ Այսինքն եւ որ գնայես խաչին, խաչյալին խաչին վրա, ինչ որ ըրավ քեզի համար, հոն թերի բամը չի գա, հոն քիչ բամը չի գա։ Հոն գարիկ մը չի գա, որ չի գրնար լրացնել քեզի համար։ Մարդկությունը մեղքի մեջ էր։ Գրված է Աստվածաշունչի մեջ մեկը չի գա արդար, մեկը։ Եվ Աստվածաշունչը գսե մեղքին վարձքը մահ է։ Եվ հիմա կհասկանաս ինչու պետք էր մեկը մեռներ քեզի համար։ Բայց մեկը չգտնվեցավ արդար, գադարյալ արդար լման, որ կարենա ռսեր վրաս սկե։ Գլա չեք յանքիտ մեջ սիրած անցդ կսե ես կլուզեմ հարցը։ Այս հարցը մեկը չի գրծավ լուզել։ Ամենազորավորները չի գրծան լուզել աս հարցը։ Որովհետև աս հարցը գլուծվեր արդարիմը միջոցով,
Սուրբի միջոցով, որ ինքը պետք էր 100% 100% արդար լար։ Քանի որ եթե արդար ուրեմն 100%։ Եվ մենք կկարողանք խաչալ Քրիստոսը։ Ինչու ասի գսեմ, որ դուք ձեր սրդին վրա արցանակրվի ասի եւ հստակ լա։ Մեր կարողությունը խաչալ Քրիստոսն է 365 օր։ Դու գլսես դարբեր թեմաներով, բայց խաչալ Քրիստոսն է մեր կարողությունը, որովհետեւ խաչին վրա գդարված գդարյալ կորձին պատճառով մենք կրնանք հիմա ուրիշ բաներու մասին խոսիլ։ Ամեն։ Եվ այսպիսով սիրելիներ, շատ կխոսենք եւ կխոսվի, որ Հիսուսը մեր մեղքերուն համար մերավ, որովհետեւ մենք փրկվենք։ Ասի շատ սովորական արտահայտություն է, փրկվենք եւ միշտ կմտածվի, որովհետեւ փրկվենք, այսինքն հավիտենական կյանք ունենանք։ Բայց ես կուզեմ շեշտել ասելով, որ Հիսուսը չի խաչվեցավ միայն, որովհետեւ մենք հավիտենական կյանք ունենանք։ Հիսուսը խաչվեցավ նաև, որովհետեւ այս աշխարհի մեջ, մեր կյանքին մեջ մենք չարեն ազատվենք։ Անեցքներեն ազատվենք, որովհետեւ մեր հավիտենական կյանքը սկսի հիմա քվնե։ Դու գիտես որ հավիտենական կյանքը հիմա քվնե սկսեր է։ Եթե դու մեկն ես որ գահավատաս հավիտենական կյանքի, քախտիկ մտամ քեզի մի փորձեր մտքովդ հասկանալ ինչպես կրնալ հավիտենական կյանքը, որովհետեւ միտքը հասնող բան չի ադոր։ Հոգին միայն կհասկանա ադի, որ չես կնար բացատրել։ Հավիտենական կյանք Աստված եւ գսե բոլորի մեջ թրավադի գա, որ աս կյանքը միայն 70-ի մասին չէ, 80-ի մասին չէ, 100-ի մասին չէ։ Մենք ստեղծված ենք որպես մարդ եւ գսե մարմինը հակուստն է հոգին։ Դու գիտես որ հոգի ես, առանց մարմինի հոգի ես։ Հիմա որ ես քեզի հետ կխոսիմ, նկարս կտեսնես կորտուն, բայց ես հոգի եմ։ Եվ Հիսուսը այո խաչվեցավ, որպես իմ հոգին կյանք տա հավիտյան։ Բայց նաեւ որպես ինձի կյանք տա երկրի վրա նաեւ։ Ինչ կյանքի մասին է խոսքը, գիտես, ասի չէ։ Քանի որ շատերը այսօր շունչ ունին, բայց կյանքերն կյանք չէ։ Անեցքը շրջապատեր է իրենց, չարը շրջապատեր է իրենց, եւ գսես գան մարդիկ որ լսերեք չաբրիմ ավելի լավ է, մեռնիմ ավելի լավ է քան աբրիմ, ասանք բամը լսեր ես, ադի ինչու է գիտես, որովհետեւ ադի կյանք չէ։ Բայց Հիսուսը նաեւ իր արյունը տապեց, որովհետեւ այս երկրի վրա, այսինքն այսօր որ դու ունենաս փրկություն, որ քո մեղքերուդ հարցերը լուծվի, որ անեցքներուդ հարցերը լուծվի, որ հիվանդություններուդ հարցերը լուծվի, որ ամեն ինչ որ չարեն է ադոր հարցերը լուծվի, երբ օրը չէ այսօր։ Դուք գիտեք որ Աստված այսօրի Աստված է։ Դեղը գրված է փրկությունը այսօր է։ Եվ Աստված քանի որ ամենակարող է ինքը այսօր գրնա բաներ փոխել եւ ոչ թե վաղը։ Ինքը վաղնա գրնա փոխել, բայց ինքը այսօրվա մեջ է։ Հիմա որ դու նստեր ես, ես որ քեզի գսեմ որ ինքը քո հարցերը գլուծե, գրնալալ մեկ որ քեզի միտք կա, հա, գահավադամ, օրը գլուծվի։ Այսօր։ Գիտես ինչպես կբացատրե հավատքը Աստվածաշունչը, հավատքը կհավատա ներգային։ Եթե հավատք է, ուրեմն հիմա կհավատամ ես որ այդպես է։ Չիտեսա կհավատամ։ Հոս տեսեք ինչ գրվել է։ Գսե մենք կարողենք խաչյալ Քրիստոսը, որ շատերուն համար հիմարություն է, ուրիշներուն համար ալ քայտակություն է։ Շատեր կան այսօր, որ իրենց համար իմ խոսածս հիմա հիմարություն է։ Այո։ Շատերուն համար ալ քայտակություն։ Բայց բոլոր անոնք որ կհավատան իրենց համար կյանք եւ շահ է։ Ադորամար ես կուզեմ որ քեզի բերել այսօրվա մեջ։ Դու գիտես քիչ վերջի մենք ինչ մտնենք լուրջ այսօր լուրջ կորձողության օր է։ Այսինքն դու այսօր մտեր ես կորձողության սենյակը, այդ սենյակը աստվածերը չեն։ Ադի իր ներկայությունն է։ Գիրակի օրը պիտի խոսենք Հիսուսի հարության մասին, ինքը ողջ է, ինքը հոս է հիմա։ Հիմա այդ կորձողության սենյակը իր ներկայությունն է, քանի որ Հիսուսը հոս է։ Եվ կորձողության սենյակին մեջ կորձողություն ունող եւ որ կսկսի բաներ փոխվել։
Ադորամար այսօր քեզի համար բադասխանվելիք աղոթներ կան։ Ամեն։ Հիմա եկեք իրար հետ գարտանք Եսայա 53 երրորդ խոսքեն։ Բայց նախքան գարտանք գուզեմ բան ասել սիրելիներ։ Նախ գուզեմ վստահալ, որ դու շատ գետրոնացել ես։ Առանց հասկանալու Քրիստոսի խաչվելու նպատակը եւ առանց ընդունելու Քրիստոսի խաչելությունը խաչը մարդուն կյանքի մեջ անիմաստ է։ Այսինքն 2000 տարի առաջ Հիսուսը խաչվեցավ, արյուն տապեց։ Բայց այդ խաչը ոչ մեկ օգուտ չներ մարդուն կյանքին մեջ, եթե մարդը չի հասկանա իմաստը խաչին եւ հավատա ադոր։ Ոչ մեկ օգուտ։ Որտեւ այսօր ես եկել եմ քեզի խոսիմ որ Հիսուսը խաչվեցավ, որ չարը հերանա մեր կյանքեն, իմ կյանքեն, քու կյանքեն, մեկ կդոր գրնաս մտածել, եթե Հիսուսը խաչվեցավ, որ չարը հերանա, ինչու դուրս ամեն չար է։ Ասի եք աղտնիկը։ Որտեւ Հիսուսի տապած արյունը միայն այդ կյանքերը կփոխե, որ հավատացին այդ արյունին։ Այսինքն գլոբալ մի առնեք Հիսուսին խաչը։ Հիսուսին խաչը այդ զորավոր արյունը որ տապվեցավ, ոչ մեկ օգուտ չներ։ Այն մարդու կյանքի մեջ, որ ինքը չի հավատար այդ խաչին։ Բոլոր անոնք, որ կհասկանան ինչու եւ կհավատան, իրենց կյանքի մեջ փոփոխություն կա։ Գրնալ ալիմա հոս մեկն էս տուն գամեզի գտիդես։ Գիտես Հիսուսի խաչի մասին։ Ինչ գիտես, որ 2000 տարի առաջ, որպես քրիստոնյա, լսեր ենք, գիտենք, Հիսուսը արյուն տապեց մեր մեղքերուն համար։ Հարցում, արդյոք բավարար է այս ինֆորմեյշնը, որ կյանքեր փոխվին։ Ոչ։ Դու մի մանրամասնորեն գիտնաս այդ խաչը ինչու էր եւ իմ կյանքիս համար ինչ օգուտ ունի։ Հիմա դու ինչու նստեր ես։ Ինչու դու մեզի գլսես։ Աս մեսեջը ինչ օգուտ ունի քեզի։ Քանի եթե օգուտ չունի, բարավի նստեր ես։ Բայց քանի որ եկեր ես եւ գիտեմ որ դու գիտես որ օգուտ ունի, ադորամար եկեր ես։ Այսինքն քրիստոնեական դոնը չէ որ այսօր մենք հավաքվել ենք։ Եթե դոնի եկեր ես, կյանքիդ մեջ բան չփոխվիր։ Քանի ասի դոն չէ, ասի բան մնա որ դու պետք է հասկանաս, հավատաս եւ բաներ սկսի փոխվել։ Համարցակ կսեմ եթե մարդը քրիստոնեությունը բիտ ապրի, Քրիստոսին բիտ ընդունի իր կյանքի մեջ, պիտի երևելի փոփոխություններ կա։ Եթե մարդուն կյանքի մեջ Աստծո կամքի համաձայն բդուղներ չի գա, փոխված ադիհոն հարցմանշան գա։ Այսինքն, եթե մարդուն կյանքի մեջ Հիսուսը կա, այդ կյանքը նույնը չի մնա։ Սխալ բան մգա։ Պիտի փոխվի։ Հիմա եկեք իրար հետ գարտանք։ Եսայան գրե Հիսուսին համար թե ինչ եղավ։ Անիգա մարտոցմե անարգվեցավ ու երեսե ցկվեցավ։ Որու համար։ Հիսուսը որու համար էր ավասի։ Հիսուսին համար էր, չէ, քեզի համար։ Հիմա անիգա մարտոցմե անարգվեցավ քեզի համար ու երեսե ցկվեցավ։ Վիշտերու դեր ու ցավերու դեղյակ եղավ։ Անգե երես դարձնելու մարդու պես եղավ։ Նայեն ինչ գրված է։ Անգե երես դարձնելու մարդու պես եղավ։ Ասի գիտես ինչ է։ Ոչ մեկ ֆիլմ, որ դու դիտեր ես Հիսուսի, աչափ իրական չեն ըրած, քան իրական Հիսուսը ինչ եղավ։ Գրվեր է, որ մարդիկ սկսան երեսին դարձնել այնքան, որ չէին գրնար գործնել այլևս իրեն։ Ձեզի աստիճանը այնքան էր, որ մարդիկ սկսան երես դարձնել այլևս, չթիմանալիք վիճակ է։ Որու համար։ Քեզի համար, ինձի համար, ասե ինձի համար։ Personal ar, անձնական, շարունակեմ։ Անարգվեցավ ու զանիգա չհարկեցինք,
իրավցնե անիկա մեր ցավերը վերցուց ու մեր վիշտերը իր վրա արավ։ Մենք զանիկա վիրավորված, աստուծմե զարնված ու չարիքի հանդիպած սևեցինք։ Ասի հասկացաք ինչ է։ Աստուծմե զարնված չարիքի հանդիպած սևեցինք իրեն։ Այսինքն մարդիկ գարձեցին, որ Աստված զարգավ ասոր աչչապ, որ աս վիճակի ինչ է։ Աստուծմե զարնվավ աս մարդը աչչապ։ Բայց, մենք անանք գարձեցինք բայց, անիկա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ։ Ոչ թե քանի Աստված իրեն զարգեր է։ Եվ մեր անօրենություններուն համար ձեծվեցավ։ Մեր խաղաղության բադիժը անոր վրա եղավ, եւ անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Հոստեղը փանալի բարը մեր եւ մենք։ Ասեմ ինչու։ Ամբողջ խաչելության փուն նպատակը կսկսես հասկանալ, երբ որ կսկսես հասկանալ, որ եղավ մեկ բառը փոխանակում։ Ինչս է փոխանակում հայերենով։ Դեղ փոխել։ Նայր ինչ գրված է։ Մեր ցավերը վերցուց, ինչ որ մերն էր, ինքը վերցուց։ Մեր վիշտերը իր վրա արավ։ Նայր ինչ կլագորոս։ Փոխանակում։ Այն ինչ որ իմն էր, իրը եղավ։ Խաչին վրա հետս է փոխանակում եղավ։ Մեր բարը փանալի է եւ մենք բարը։ Նայր, մեր անօրենություններուն համար ինչ եղավ։ Ինքը ձեծվեցավ։ Մեր խաղաղության բադիժը իր վրա եղավ։ Եվ անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Ասի եթե չհասկանաս, շատ բան չհասկացած գլաս։ Ինչու գիտես։ Ասի հետևյալը գսե խաչին մասին։ Հիսուսը խաչին վրա արավ իր վրա ամեն բան որ քեզի կպատկաներ։ Ոչ լավ։ Տուն անօրենություն ունեիր, ինքը արավ քո անօրենությունդ։ Տուն ցավեր ունեիր, ինքը արավ քո ցավերդ։ Բիդի լավ հասկանաս խաչը ինչու էր, որբեսի գիտնաս ինչին հավատաս։ Այսօր եթե ես քեզի ասեմ, ով հիվանդ կահոս, ցերկի բարձրացնեք միան օրինակ է։ Եթե ես ասեմ ով հիվանդ կահոս։ Okay, ընդունիր բժշկությունդ։ Դու մի հարցում հարցնես ինձի, ինչպես ընդունեմ բժշկությունս։ Որտեղ է մեդիկային բժշկությունս։ Ինչպես գրնամ առնել ադի։ Ով ադորքինը վճարեր է։ Քանի ես գիտեմ որ նորմալ աշխարհի մեջ բժշկությանս համար պիտի քին վճարեմ երթամ հիվանդանոց եւ ասեմ աշճա վերամ է։ Բայց շատ բաներ դրամով ալ չի լուծվիր։ Ինչս էլ գուզեմ։ Դու եթե չհասկանաս որ փոխանակման մասին գխոսի խաչը տուն 100 տարի ալ ինֆորմեյշն ունեցիր որ Հիսուսը խաչվեցավ, բամը չի փոխվիր կյանքիդ մեջ։ Դու մի հասկանաս որ խաչեն առնելիք բաներ ունիս։ Որովհետև քու վրայինդ ինքը արավ, ինքը քեզի տվավ իր իրենները։ Ինքը լման առողջ էր, վիրավորվեցավ, որբեսի տուն որ հիվանդ ես, տուն առողջ լաս, քան ինքը վիրավորվեցավ։ Փոխվեցավ։ Հիմա ես մեկ բիցեմ, 8 գետ բիցեմ, շատ ագանչներդ լավ բաց, 8 գետ։ Ինչը քեզի էր, իրենը եղավ։ Այսօր, եթե բան մգա թեր քեզի ասածներես, Բիդի դաս իրեն, գիտես ինչ միտնենք այսօր, սիմբոլիկ բան միտնենք, անցյալ դարերին, սիմբոլիկ։ Դուք պիտ բաժնվից եզի, կրես վրան, խաչ հոսպիտ տնենք, բիտկաս պակցնես։ Մի վաղտնար, քեզի մեկը չի գարտար կրազդ։ Ամեն մարդ մակուր հայրենով իր դերդովը սպաղված է, քեզի մեկը չի նայր, թունք ու թուղթիտ վրա կրե։ Ասի սիմբոլիկ է, աս դախտագը Պամը չի փոխեր, հիմա գրնա ինա գդրի։ Քու հավատքդ
Եվ խաչին հանդեպ քու մոդեցումը դե որ բաներ կփոխե։ Խաչին ավելի ճիշտ խաչյալին, որովհետև խաչը առանց խաչյալին անեցքի նշան էր։ Դուք գիտեք, չէ՞, ինչու կխաչեին մարդոց ժամանակին, ով որ անընդունելի բան էր, անեցք էր ադի իրեն համար բիտ խաչեն իրեն։ Հիսուսը բարաբի չնդրեց մեռնել խաչով։ Հիմա նայր։ Բիդես կսի մսել ինչը կեզիներ իրեն եղավ։ Պատրաստ ես։ Արթուն ես։ Իմ մեղքերս իր վրա արավ, որբեսի ես ազատ ըլլամ մեղքերեն եւ արդար ըլլամ Աստծո առջև։ Ինչ արավ։ Հիսուսը մեր մեղքերը իր վրա արավ, որբեսի մենք ազատ ըլլանք մեղքեն եւ արդար ըլլանք Աստծո առջև, որովհետեւ մեղքի մեջ արդարացում չի գա։ Երկրորդը իմ անեցքները իր վրա արավ, որբեսի ես ընդունիմ իր օրհնությունը։ Դու գիտես չէ, Հիսուսը օրհնված էր ֆուլ։ Աստծո միածին որդին։ Մեկ դոգոս բագաս շեր իր կյանքեն օրհնությունը Աստվածային։ Ինքը անիծվեցավ, որովհետեւ ես օրհնված եմ։ Երրորդ իմ հիվանդություններուն փոխարեն ինքը վիրավորվեցավ, որովհետեւ ես բժշկված եմ։ Պետք է հիմա ինչ լա, գիտես քո մեջդ հոս հավատքի շարժում։ Պիտի հավատքը չարժես։ Պիտի հավատքը չարժես։ Չորրորդ իմ փոխարեն ինքը աղքատացավ, որպես ես հարստանամ։ Ես գրնայեմ ինչև արդու խոսիլ, աս ամենը որ գրված գսեմ որ ես Աստվածաշունչեն է համարներով, բայց ես որպեսի թիբուկ լսես, որպեսի մենք հասնենք։ Ինչ եղավ, ինքը աղքատացավ, որպեսի մենք հարստանանք։ Ինքը մահացավ, որպեսի մենք կյանք ունենանք։ Ներկա եւ հավիտյան։ Ասի շատ ականջներդ բաց։ Ինքը ամենակարևորը, բայց գսկամ որ ներսես warning-ը։ Հիսուսը ինքը գրեց մեր ամոթը, ինքը արավ մեր ամոթը իր վրա, որբեսի մենք բաժնեցինք իր փառքով։ Ամոթ որ գսեմ, հասկացար, անգլերենով shame։ Դու գիտես այսօր սատանան մարդկության մեջ քանի դոգոսին shame-ի մեջ բահած է ամոթի։ Դարբեր պատճառներով։ Մեկ երկու պատճառը լարն է կգրնա եսել, 100,000 պատճառ գրնա լալ, որ մեկը ամոթի մեջ ապրի։ Այդ ամոթին պատճառով անարժան դեսնեին ինքը։ Դուք շատ кейսեր կտեսնեք մարդոց մեջ, օրինակ, բադանի աղջիկ մը կտեսնեք ամշկոտ։ Դուք եւ իրեն ընտանիքը կգարձեն, որ ինքը ամշկոտ է եսելով ասանք միշտ քաշված է։ Այդ աղջիկին կյանքին մեջ գրնա ամոթի բռնվածությունը լա եւ մեկը լուր չունի։ Պատճառներ կան բայց գրնալալ մեկը լուր չունի այդ պատճառը։ Գրնակ որ հասկանալ ամեն reaction որ գա մարդուն դուրսեն ինքը իր յետևը պատճառը ունի։ Ինչպես որ հոգու բդուղները մարդու կյանքի մեջ գերևին, ես ժամանակին նախքան Հիսուսին ընդունիմ քաղցր մարդ չէի հեչ։ Շատ գդրուգ էի ասանք։ Ընտանիքս շատ չարչարված է ատկե։ Ասանք շատ ասանք։ Հիսուսը սկսավ փոխել ինձի։ Սկսա գիտնալ ինչ ցել է քաղցր մարդը լալ։ 100% քաղցր չեմ, բայց օրը կփոխվիմ գոր։ Ինչպես Աստուծմե եկած բդուղները հայտնի են, չարեն եկած բդուղներն հայտնի են։ Հիմա ես աչքերուտ կուզեմ որ նայել վսել մեզի տիտողներում մեջ ալ մարդ կա։ Հիսուսը դուք գիտեք որ Հիսուսը լման մերգ խաչվեցավ։ Ֆիլմերում մեջ հարկանքի համար կոծած են։ Հիսուսը մարդոց արջև լման մերգ խաչվեցավ։ Իր արյունով բադված էր իր մարմինը։ Ադոնամար գրված է գիները, քույրերը հերուն գեցած էին, միայն մայրը խաչին մոտ էր։
Ինչու գիտես, մեր գեր ամբողջովին։ Ինչու գիտես, որբեսի քո ամոթդ ժամանակին բաները երես յա։ Գամ հիմա գա քո կյանքիդ մեջ։ Ես քեզի լավ լուր եկա դալու։ Քո ամոթդ, որ քեզի համար հիմա ամոթ կսեվես կորադի մեկը լուր չունի, քանի որ ամոթ է Հիսուսը իր վրա արավ, որբեսի քեզի դա իր փառքը, որբեսի ինգած ամոթեն բարձրանաս փառքի։ Շատ կարևոր բան մգսեմ։ Եվ վերջինը 100 մարդու հետ դեսնվիմն է 70 աս պրոբլեմ ունի։ Լավ չավելցնեմ 60-ը։ Հիսուսը մերժվեցավ, որբեսի տուն ընդունված լաս։ 100 հոգի դեսնեմ 60-ը մերժված է։ Աս մերժվածության հոգին անց է։ Գրնամ մորը փորին մեջ են սկսի մինչև կան ինչ խնդիրներով մեզնա մարդուն կյանքի մեջ։ Այդ ծնողները, լսեցիք լավ սիրելիներ, հոգևոր աշխարհը շատ իրական է։ Այդ ծնողները, այն մամաները կամ բաբաները, որ գհղանա գինը եւ գսեն հիմա ժամանակն եմ, բզդիկ իր փորին մեջ են մերժվածությունով գլեցվի։ Ասի աստեղեն ասի որ տուն գիտնաս որ ինչքան լուրջ է հարցը, փորեն գսկսի մինչև սկսիս մեծնել իրեն։ Եվ այսօր մերժվածության աս հոգին գուզեգոր գործանել մարդոց։ Ինչ երդասարդ կդեսնեմ 170-ը մերժված ծնողները մեծ հանցանք ունինոս եւ նաեւ մարդնալ գրնա ինքը սխալներն է եւ մերժվածության տուրեր բանա։ Հիմա ես կուզեմ որ աչքերուտ նայել քեզի իսել եւ հոն նայել ասել Հիսուսը մերժվեցավ որ տուն ընդունված լաս։ Այսինքն սիրելիս այս շար հոգիները գերտան միայն եթե տուն ընդունիս խաչեն քեզի եկածը։ Քու պրոբլեմներդ այս տեսակ միայն խաչը գրնալուզել։ Միայն, որովհետև ադոր համար քինը հոն վճարվեցավ։ Ադոր համար մի երթարած պրոբլեմներուտ լուծում ուրիշ տեղեր մի պնդրեր։ Հասկացիր և հավատք ունեցիր Քրիստոսին թապած արյան վրա, որ գուդա քեզի այս ամենը։ Եթե տուն քու մերժվածության հարցը չի լուծեցիր առաջ Աստծո հետ 100 հոգի թող շոյեն քեզի տուն թեր մերժված կմնաս։ Լավ լսե։ Եթե քու մերժվածության հարցը Աստծո հետ չի լուծեցիր թող 150 հոգի շոյե քեզի տուն մերժված մարդ կմնաս։ Որովհետև եթե Հիսուսը չի հանե արմադեն ադի տուն Աչալ քնա, ցախալ քնա, արջևալ, յետևալ չես գտնել լուծում։ Աս մեսեջը դեսակ որ չոք կարևոր է, որովհետև այսօր մարդիկ չգիտնալով աս մեսեջը իրենք մերժված են եւ գերտան լուծելու այդ հարցը։ Ինչպես? Ապա հոս տերևս կընտունին ինձի, հոն տերևս կընտունին ինձի 150 հատ սխալ տուր կփանան։ Հիսուսը գլուծե քու մերժվածության հարցը։ Հիսուսը գլուծե քու հիվանդության հարցը։ Այսինքն, գիտեք ինչ դարօրինակ բան մգա այսօրվա մեջ։ Եվ արուն գա, որ միշտ կներկայացնե ցավալի բան, չէ, սուկ։ Արուն գա, բայց լույս կա։ Այսինքն այսօր մենք չենք եկած ասելու ժողովուրդ Մերհավ Այսօր եկեր ենք իրար ասելու լսե Մերհավ որբեսի տուն ապրիս Ամեն Աստույնի Հիսուսին է դեղավ գիտեք ճանապարհին վրա Կողքոտայի ճանապարհին վրա Գարտացել եք այդ դեղը որ գրված է ձեր գիներ Սկսան լալ, իրեն չուր դալ, ֆիլմին մեջ նա դեսած գլակ Վարդապետ, ես հիմա գծաղրեմ որ, մոտավոր
ասփարերը գրնալ լալսին։ Վարդապետ, ինչ կնենք որ քեզի վարդապետ։ Հիսուս գիտես ինչ պատասխանեց։ Սավ իմ վրա միլակ, լացեք ծեր եւ ծեր զավակներուն վրա։ Գիտես ինչ ասել է ասի։ Այսինքն ասի մրածես ուրախացիր ասոր համար եւ լաց տունկու եւ սկու զավակներուդ վրա եթե աս ըրածես շնտունիկ։ Իմ վրաս մի մեղ կանակ։ Մեկ հատ բան ասեմ։ Հիսուսը եթե չի խաչվեր, մարդկությունը փրկություն չէր տեսներ։ Այսօր շատ մարդոց մեկը լսեմ ասպարերը նայեցեք։ Աս հրյաները Հիսուսին ալխաչեցին։ Չեն հասկանում ինչ խոսին որ։ Հրյաները եթե Հիսուսին չխաչեին, այսօր տուն փրկություն չէր ունենար։ Հրյաներուն խաչելը Հիսուսին աստուծմե է։ Հասկացաք որ մարդիկ որքան հերույ են խաչին knowledge ունենալ են գիտությունը։ Այսինքն, մեկ հատ լավ լսեցեք։ Այսինքն, այսօր քրիստոնյա մեր ժողովուրդը գփողոքե որ խաչեցին հрьяներուն։ Հрьяները խաչեցին Հիսուսին, օրինակ։ Միան հայերը չէ, շատ գգլա։ Հիմա ես գուզեմ որ նայել իմ քրիստոնյա եղբայր քույրերուս, ինչ սեր գուզես որ տող չի խաչեին, եթե չի խաչեին, եղբայրս իմ կյանքս չէր փոխվեր։ Ես ուրախ եմ, դժբախտաբար խաչով եղավ, բայց մերսի Հիսուս, որ խաչով եղավ։ Հիմա որ դուք կսել գուզեք որ իրեն խաչեցին իրենալ, լսեցեք ատքան լուրջ ունիք, որ պետք էր խաչվեր Հիսուսը, քրիստոնյա ժողովուրդ։ Այսինքն ես դրամապանական օրեն at մարդը որ գփողոքե որ իրեն ասի իրին, այսինքն ինքը կտշկոհի որ ասի իրին, այսինքն ինքը լուրջ ունի ադի ինչու ուրավ Հիսուսը։ Հիսուսին խաչելությունը աստուծմե էր։ Հրյաներուն Հիսուսին խաչելը աստուծմե էր։ Հագարակ բիցեմա։ Հիսուսին չխաչվելուն համար շատ փորձեցին եւ սատանան փորձեց, այսինքն Հիսուսին չխաչվելուն համար շատ բաժարներ եւ շատ փորձություններ եղավ։ Պետրոսը իր սիրելին Հովանեսին համար սիրելի գսե, բայց Պետրոսն շատ մոդ էր։ Պետրոսը իր պերնով սատանային խոսեցավ։ Չլա ասիլա քեզի, ես կողքիդեմ, մեկը չի գրնար քեզի դպնալ։ Հիսուս դարձավ եդիս կնա սատանա տուն աստուծո բաները չես խոսիր գոր։ Իր ամենամոդիկը կործածվեցավ սատանային կողմեն, որ ինքը չխաչվի։ Այսինքն ոչ թե հրյաները որ խաչեցին սխալ են, այլ չխաչվերն է հարցոներ։ Խաչին վարը սկսան բորալու։ Ինչ? Եթե աչափրաշքները իր իջիր, եթե մարգարե ես իջիր, եթե աստծո որդի ես իջիր, եթե թագավոր ես իջիր, դու գիտես ասայներ ուրդեներ, սատանային, քանի որ սատանան գիտեր որ Հիսուսը գրնար իջնել։ Մեկ հատ սերն է այո։ Գիտար Եթե մեկ հատ Հիսուսը ուզեր իջնել, ինքը գիշներ։ Սիրեներ, դուք կհասկանաք, որ Հիսուսը իր ազատ գամքով իր կյանքը դվավ ցեզի։ Հիսուսը իր ազատ գամքով իր կյանքը դվավ ցեզի, որբեսի դուք ապրիք եւ մեղքերն ազատվիք։ Ամեն։ Վերջին բանը գսեմ եւ մենք գանցնենք աղոթքի։ Մեկ դասանք հարցմանշան մգա, որ մարդիկ պետք ունին լսելու։ Հիմա ես ասի որ Հիսուսը ցեզի ծեր մեղքերն ազատելու համար խաչվեցավ։ Հիմա մեկ հարցում մգա հոս։ Ինչ ով մեղք չի կորզեր։ Լավ լսեցեք։ Հիսուս խաչվեցավ, որ ինձի մեղքերն ազատե։ Եթե ազատե եսելով խաչվեցավ, ուրեմն ես պետք է մեղքերն ազատ լամ։ Հիմա մեկը մեղք չի կորզեր, ես մեղք չեմ կորզեր։ Հարց։ Միշտ ալ մարդիկ ասանք ագրեսիվ ծևով գուդանատ հարցը եւ որ գկարոզեմ իրենց օրինակ, որ լսե Հիսուսը գուզեք ու կյանքդ փոխել, մեղքերն հրացնել, ասանք մեկ հատ գնայի ինձի, ինչ դու մեղք չես կորզեր գսե ինձի։ Աղբոր հարցում է։ Պատասխանն ալ գա։ Նայեցեք սիրեներ։ Մեծ դարբերություն կա մեղքի ծառա լալու եւ մեղք կորզելու։
Դարբերությունը ասեմ։ Մեղքի ծառա ալալ, այսինքն դու գավեր ես at մեղքեն եւ դու չես կրնար որ ազատվիլ at, դու մեջն ես։ Այսինքն ասան կբացատրեմ։ Շատ մեծ դարբերություն կա սդախոսին եւ սխալմամբ ճուզելով 5 տարի անգամ սուտ խոսողին մեջ։ Հիմա ես չեմ ասել որ 5 տարի անգամ սուտ խոսիր, սխալ չի հասկանաս։ Հիմա գսեն 5 հովիվը սա 5 տարի ունիմ։ Հարցը մեկը քերի է մեղքին, իսկ մեկը ազատ։ Այսինքն at 5 տարի անգամ, 1 տարի անգամ սուտ խոսողը ինչ բաժարով սուտ խոսեցավ, բեք չի խոսեր։ Okay։ Բայց սդախոս մարդը ինքը գաբրի սուտով։ Երբ որ ես կսեմ Հիսուսը եկավ ազատելու մեզի մեր մեղքեն, բարին բունի մաստով ասի նկատի ունիմ, որ ազատե մեզի մեղքի ծառայությունն, այսինքն որբեսի դու չաբրիս աշխխտաներով գավված մեղքիմը, ովևէ մեկ մեղք, ինձ միսեր աս մեղքը at մեղքը, Հիսուսը արույն տապեց ամեն մեղքի ազատելու քեզի։ Մեղք մը չի գա, լսե, հիմա գրնան արդում մեկն էսոս նստած, ես կխոսիմ որ տուն արդեն կմտածես կոր, բայց ասի որ ունիմ իմ կյանքիս մեջ մեկը չի գրնար ինձ ազատել։ Ես հանկիս կուզեմ որ քեզ ասել, Հիսուսը գրնա քեզ ազատել։ Ահա վասիկ ինչ մեծ դարբերություն կա։ Մեղավոր կյանքի եւ ազատ մեղքեն ապրող կյանքի։ Ավելի նսեմ քեզի, at 1 տարին 5 տարին ալ չլարեդդ։ Եթե Հիսուսին հետ օրեր ավելի մոդենաս։ Փամը չի գա որ քեզի քերի գնե, փամը։ Լսեր ես աս խոսքը, այնտեղ որ դիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Ինչի ազատություն է, գիտես։ Մեղքի ազատություն, չարեն ազատություն, հոգևոր ազատություն, գաբանքների ազատություն, անեծքների ազատություն։ Իսկ Սուրբ Հոգին ինչպես կրնա բերել այդ ազատությունը քո կյանքիդ մեջ գիտես։ Գիտես կանցարանը ուր է at նվերները բերելու քեզի Սուրբ Հոգին։ Խաչը։ Սուրբ Հոգիի ցերքերն մեջն է ամեն ինչ որ պիտի հասցնե քեզի խաչին միջոցով։ Եթե դու հավատաս։ Հիմա մեղքերունիս գաբանքներունիս մտքեր կան քեզի դանչող մերժված ես ամոթի մեջ ես անարգված ես անցյալդ քեզի կդանչե գոր հիվանդ ես Հիսուսը խաչվեցավ որբեսի դու ազատվես այս ամեն ինչեն երբ որ դու հավատաս ասոր գսկսի փոփոխություններ կալ Ինչ որ սերականշներում մեջ լսեցիք, կրված է դանիկներեն բորացեք։ Անանք ուզեի բորալովս էլ ասի, Հիսուսը գրնա քեզի ազատել այդ ամեն հարցերդ։ Քրիստոնեությունը սառնարանին նմանող կյանք չէ։ Գրագի նմանող կյանք է, որ ինքը միշտ ակտիվ է։ Փոփոխություններ կան։ Սրբություն է սրբություն։ Երեք ինչպես էր այսօր ավելի լավ ես Քրիստոսին հետ կյանքը գա transformation մեջը Պիտի փոփոխություններ կան Չի գրնար չարը կալ իր ուզածին մեզ ուզածը նեք ու կյանքիդ մեջ Պիտի չարը իր սահմանները գիտնա քու կյանքիդ մեջ եթե Հիսուսը քու կյանքիդ մեջն է Գլսես ինձի Իսկ Չարին արիտ դվողը միայն տունես Միայն Ես քեզ իսեմ չարը ոչ մեկ legal իրավունք չունի քո կյանքիդ մեջ եթե դու իրեն իրավունք չդաս Ովևէ մեկ հարցով Իսկ ուրիշ բան մնա ասեմ լավ լուր ունեմ քեզի համար ով գուզե լավ լուր լսել Բոլորը լավ լուր գուզեն որ լսել, ինչ լավ է։ Լավ լուրը ասի է։ Ինչ եղեր է քո անցյալի մեջ, կարևոր չէ, շատ բաներ կա քո անցյալի մեջ, քո ուզելով չեղավ, բայց լավ լուրը ոս է։ Ինչ պիտի լա աբակային մեջ քո որոշումից ձեռքերում մեջն է։
Շատ բաներ քու անցյալիդ մեջ քու ուզելով չեղավ, բայց ամեն ինչ որ աբակային բիդլա քու որոշումին քու ցերկերուտ մեջն է Հիսուսը եկեր գսե գոր ես հետդեմ գուզես կացին արչև այսինքն անցյալը գվերապերեր անցյալի մեջ բաներ որ նույնիսկ տուն չրիր բայց ադոր հետևանքները գրեցիր քանի որ դժբախտաբար շատ բաներ մենք կնենք շատ բաները մեր շուրջի մարդոցմով գլա շատ բաներ մեր ընտանիքներն ժառանգական աս հարցը հանգար ծնավ մեծավ հետն է ինչ պիտի ազվզդիգը հիմա այդ բզդիգը չի որոշեց որ այդ ժառանգական անեցքը գրե բայց այդ բզդիգին արիտ կդրվի որբեսի այդ ժառանգական անեցքեն ազատվի Հիսուսը խաչվեցավ աս ամեն ինչին համար եւ այս ամենը դժվար չէ հավատքով դիտունիս ասի է միտքը հավատքին այր Ովև մեկ հիվանդություն ունիս հիմա լսեցիր որ Հիսուսը վիրավորվեցավ որ ես բժշկվեմ ինչին մի հավատաս ասոր մի հավատաս որ ես իր վերքերով բժշկված եմ գսե Աստվածաշունչը ես կհավատամ իմ բժշկության ես կխոսիմ իմ բժշկությունը հրաշքներ կսկսին ով կհավատա Աստված հրաշքները նող Աստված է այսօր նույնպես այսօր 2000 տարի առաջ Երկու ցուգը 5000 հոգի գերագրող Հիսուսը նույն Հիսուսն է Մի քանի հազար տարի առաջ Իսրայել ժողովրդին արչևը ձով բացող Աստվածը նույն Աստվածն է Իսկ եթե ասոն քեզի համար հեքիաթ են ասեմ քեզի խապվեր ես այս ամենը ճշմարիտ են փաստով Բարի եկար այն Աստծո որ քեզի համար իր կյանքը տվավ որբեսի թուն դեսնես լույս եթե խավարի մեջ ես ամեն Պարապանության խումբը կխնդրեմ կա Եկեք բոլորս կոծենք մեր աչքերը աղոտ կնենք Դեր Հիսուս մենք գիտենք որ թուն հոս ես այստեղ ես որտեղ թուն խաչվեցար մեզի համար բայց երրորդ օրը հարություն արիր եւ թուն ողջ ես մեր մեջ բայց այսօր մենք հավաքվել ենք այստեղ Քանի որ քու խոսքդ գսե որ դու խաչվեցար մեզի համար որ այստեղ ցանկացած մարդ որ մենք հավատալով քու տապած արյունին ազատվենք մեր մեղքերեն եթե հիվանդություններ ունենք բժշկվենք չարի ամեն զրակիրներեն ազատվենք սատանայի ամեն ներկայություն որբեսի հերանա մեզ մե եւ մենք ունենանք հավիտենական կյանք երկինքը Ես շնորհակալ եմ Հիսուս որ քու արյունդ ունի զորություն որ այստեղ գտնվող ամեն մեկ մարդու կյանքին մեջ փոփոխություն բերե անխաղաղները խաղաղվին մեղքի մեջ եղողները ազատագրվին Սատանան, որով բռներ է այսօր հիմա Հիսուսի արյունի զորությունով ազատ գարցակ է ամեն մեկուն Բոլոր անոնք, որ մերժված են իրենց մերժված գսկան թող գսկան ընդունված Բոլոր անոնք, որ ամոթներ ունին իրենց կյանքին մեջ դերքու փառքդ թող կա իրենց վրա Հիսուս, դու խաչվեցար ամեն մեկուն համար, որ այստեղ է Տուն խաչին վրա դեսար ամեն մեկուն, որ այստեղ է Հիսուս 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 Տուն խաչին վրա դեսար ամեն մեկուն, որ հիմա այստեղ է և մեզի գտիդ է Հիսուս, տուն հիմա գիտես ամեն մեկուն ներսի ինչ կա Հիսուս հիմա տուն գիտես ամեն մեկուն կյանքին պրոբլեմները Հիսուս տուն գիտես սատանան ամեն մեկուն կյանքին մեջ ինչ կնե Եվ իմ աղոտ կսե որ այսօր քերիները ազատ արձակվին Հիվանդները բժշկվին
Բոլոր անոնք, որ քեզի չեն ճանչնար, թող ճանչնան այսօր անձնական ճանաչելությունով։ Քոցի աչքերդ աղոթքի մեջ։ Գիտես ինչու քոցի աչքերդ ոչ թե բանի համար, որ գետրոնանաս։ Այսօր այն օրն է, որ Հիսուսը գուզե որ ցերկի երկնցնել քեզի եւ քեզի գսե որ ես քեզի գբրգեմ եկուր իմ յետևես։ Հիսուսը քեզի գսե որ եկուր իմ յետևես, ես քեզի գբրգեմ։ Գպնդրես որ քու բրգությունը։ Հիսուսը այսօր քեզի գսե որ ես եմ բրգությունը եւ կյանքը։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Գպնդրես որ այնտեղ որ բժշկվիս։ Մարդիկ կան հոս, ոչ թե ֆիզիկական հիվանդություն ունին, սրտի վերքեր ունին, ներսեն։ Անցյալին մեջ պատմություններ կա, որ քու սիրտդ վիրավորեր են։ Հիսուսը սրտեր բժշկող Աստված է։ Հիսուսը գոդրված կյանքերը նորոգող Աստված է։ Քեզի համար կխոսիմ, քեզի համար։ Գոդրված, ընկճված, հուսահատ, կյանքեն իմաստ չտեսնող կյանքեր կան, որ Հիսուսը կրնա փոխել այդ ամենը։ Մարդիկ կան վախեր ունին։ Վախեր։ Ովևէ մեկ վախի տեսակ։ Մահանալու վախ, հիվանդության վախ, անհաջողության վախեր, գործի անհաջողության վախեր, չամուսնանալու վախեր, կամ ցկվելու վախեր, ակսիդանի վախեր, լավ լսե, ակսիդանի վախեր, մութի վախեր, մութ, այդ վախերդ պետք է ազատվիս այսօր քեզի գսե Հիսուսը։ Ֆինանսական անհաջողություններ, դարիներ է։ Պիտի չի աջաբարեմ ցեզի կանչելու ոստեղ, ասում մենա աստուծում է, քրե եթե գա։ Մարդիկ կան քաղջ վիճակներ ունին, դիրոջ մեջ ես, բայց քաղջ ես։ Միշտ գրագդ պիտի վարվի, բայց պամը գա կողնագոր։ Քրե։ Պետք է Հիսուսին լավ ճանչնաս քո կյանքիդ մեջ։ Հիսուսը հրաշքներոնող է։ Հիսուսը կյանքեր փոխող է։ Եթե հավատաս այսօր կտեսնես։ Սրտիդ մեջ չզգացած խաղաղություն կյանքիդ մեջ ես կարողեմ որ դու հիմա Հիսուսի ներկայության մեջ սրտիդ մեջ խաղաղություն մա ապրիս, որ գիտնաս որ Հիսուսն է միայն խաղաղություն տվողը։ Հիսուս Ինչքան քաղցր է այս անունը։ Ինչքան խաղաղություն կա այս անունի մեջ։ Հիսուս։ Ինչքան հանդարտություն կա այս անունի մեջ։ Հիսուս։ Հիսուս անունի մեջ։ Ինչքան գիտես ինչ կա ապահովություն կա այս անունի մեջ։ Ինչքան ընդունվածություն կա այս անունի մեջ։ Գիտես ուրիշ ինչ կա, այս անունի մեջ շատ մտերմություն կա։ Հիսուսին ամենա մեծ պապակը քեզի համար ասեմ ինչն է, քո հետ մտերիմ լալ։ Ադոր համար այսօր ավելի փած սիրտդ որ ճանչնաս Հիսուսին ավելի։ Ով է Հիսուսը։ Ինչպիսին է ինքը։ Ինչու քեզի համար խաչվեցավ, ինչու քեզի այնքան սիրեց։ Գիտես ինչ գրված է։ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, այնքան սիրեց քեզի, որ իր միածին որդին տվավ։ Գիտես ինչ կհասկանաս այս խոսքերեն։ Այսինքն Հիսուսը խաչը բարձրացավ մեկ նպատակով, քանի որ քեզի սիրեց։ Դու գիտես Կողկոտայի ճանապարհը որչափ դժվար էր, դեպի խաչ։ Գեթսեմանի բարձեն մինչև Կողկոտա շատ դժվար էր։
Գիտես ինչը չգեցուց իրեն մեկ բար ոչ թե քանի ինքը շատ զորավոր էր ոչ թե քանի ինքը Հիսուսն էր իրեն չգեցնողը մեկ բան էր սեր այնքան սիրեց քեզի գմտածեմ հիմա այդ զանր հարվածներու դակ ինչն էր որ ցկեց իրեն արջև երթալ սեր ամեն անգամ որ միտքը եկավ քո անունդ եւ հիշեց որ տուն պիտի դանչվիս հավիդյան եթե ինքը չխաչվի ինքը մեկ կայլ արջև քնած սերը իրեն դարավ դեպի խաչը ասի այն դերն է որ քեզի ընտրեց իր անունը Հիսուս է գրված է բոլոր անոնք որ կգանչեն իր անունը կփրկվին մեկ բան ասեմ եւ վերջ այնինչ որ իր հոս հանցեցիր խաչին քախտնիկ մոբիդամ հետդ բիդանիս եթե այն բան եթե բան մգար որ քրեցիր եւ թրիր խաչին վրա հավատքով բայց դեսար որ վաղը կշարնակվիր գոր կյանքիդ մեջ լսե ինձի Պիտի շարունակես ասել հավատքով մինչև դեսնես չի գա լավ լսեցիր աս գործողությունը պիտի շարունակվի օրինակ ովևէ մեկ հիվանդություն է տուն հավատքով հիմա բամը մինեք զարայողներ մեկ ասի պետք է լսեն բոլորը հետևյալը օրինակ հիվանդություն է քրերես եկար հավատքով դրիր ասիր ես բժշկված եմ վաղը արդ ընծար ցավ գա լսե ինձի Պիտի շարունակես հավատքով խոսիլ մինչև դեսնես հավատքը հետևյալ ցևով կբացատրվի ինքը չի դեսներ չսկար բայց կհավատա Ես լսեր ես ինատ մարդու մասին ինատ մարդը լալը լավ չէ բայց ինատ հավատքի մեջ լալը լավ է Պիտի հավատաս մինչև դեսնես Պիտի խոսիս մինչև դեսնես ինձի դվավ Հիսուսը ասամենը ուրեմն ինձի է ասանք պիտի լաս մեկատ Գիրագի օրը Ժամը 6-ին ունենք ծառայություն Հիսուս Քրիստոսի երրորդ օրը հարություն արավ Պիտի խոսենք Քրիստոսի հարության մասին կյանքի մասին զորության մասին անպայման եկուր անպայման մարդոց սե եկուր եւ լսե Հիսուսի հարությունը պատմություն մջեր իրեն աչքերուն նայր եւ ասե Հիսուսին հարությունը լուրունիս որ քեզի համար է լուրչունիս եկուր եւ այսօր լսե Հիսուսի հարությունը որ քեզի համար էր Ինձի համար Հիսուսը հարություն արավ քեզի համար Ինչպես խաչվեցավ քեզի համար նույնպես էլ հարություն արավ ոչ թե միայն իրեն համար եւ քեզի համար Ադոր համար գիրակի կտեսնենք սիրեներ ժամը 6-ին անպայման Հիմա վերջին բանը վիտնես Դարձիր քովինիտ ասե Հիսուսը քեզի շատ կսիրե աչքերուն նայր ասե ասե անպայման Միան ասիս է, ավելի մի շարնակ է կեցեք ասելիք ունիմ տեր Սիր կեզի կսիր է Հիսուսը Հիմա ետ դարձիրս է անոր համար խաչվեցավ կեզի համար Ուրեմն Ասե ուրեմն Տուն որչապ արժեկավոր ես եղեր Ամեն Որչապ արժեկավոր ես եղեր Որչապ արժեկավոր ես Ամեն